հենց Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն են շարունակում, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կատարում ռուսների ցանկությունը, դրանց չի փակում, չի ունեզրկում։ Ինքնագործունեություն են անում։ Իհարկե, նրանք Ռուսաստան, ես ասում եմ, Ռուսաստանի ունենալով Ռուսաստանի, այսպես ներողություն, շատ ներողություն մանդատը, չունեն Ռուսաստանի Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չունեն Ռուսաստանի մանդատը, ունեցել են 20 տարի առաջ, 30 տարի առաջ ունեին, ԲԴՄ Ղարաբաղից բերեցին, ստեղ դրեցին, մանդատով եկան նրանք, բայց խայտարակ արեցին եւ իրենց եւ ռուսներին, խայտարակ արեցին, ցախողեցին այդ ծրագիրը։ Գիտեք, Ռուսաստանի մանդատը մենք հասկանում ենք գլխավոր ուժի մանդատը։ Ռուսաստանում կան քաղաքներ, գյուղեր, կոլխոզներ, սովխոզներ, նրանք էլ ինչ որ ստեղ գործընկերներ ունեն, նրանց հետ աշխատում են։ Իրեք խանութներ կան, մեր հետ գինին ու օղին, կոնյակն են խմում, դրանք էլ են մեզ գործընկեր համարվում, էլի արախ խմողները, բայց գլխավոր Ռուսաստանի գլխավոր պաշտոնյան բոլոր առիթներով ասում է, որ իր գործընկերը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է։ Մենք տեսնում ենք, շատ ջերմ են իրենց հարաբերությունները։ Պուտինի մասին խոսքը։ Պուտինը, այո, Պուտինը ոչ մի անգամ Նիկոլ Փաշինյանին, բացի այն Պրագա մրագա, որ ասեց, հա ինքը, դե Նիկոլ Փաշինյանը ասեց Պուտինն է հանձնել Ղարաբաղը, նա էլ ասեց ես հանձնեցի, որովհետև դու Պրագայում ասեցիր մերը չի։ Այդ մի թեթև դա է եղել, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը ռուսական ազդեցության քաղաքական գործիչ է։ Այ ռուսներն են Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության, այդ ռուսները, բայց Ռուսաստանը հիմա այնքան կենտրոնական իշխանություն չունի, ես միշտ օրինակը բերում եմ, ամենակենտրոնացված ժամանակ, Ստալինյան ամենադաժան ժամանակներում կային տրոցկիստներ։ Ուղղակի կային, ջարդը 37 թվականի մեծ տերոր կոչվածը, դրանք բոլորը Լենինյան գվարդիայի հեղափոխականներն էին, Տուխաչևսկիներ, Յակիրներ եւ այլն, դրանք բոլորը իրենք էին, այսինքն Ռուսաստանում կան մարդիկ, կան ուժեր, որոնք կազմակերպում են այս մարդկանց հետ հակահայկական կամպանիաները, իրենց ագենտների հետ, այո, կան այդպիսի ուժեր, դե ասեցինք Սիմոն Բաղդասարովը կամ Կարինե Գևորգյան, ես ասում եմ եվրազիականության դավադրությունը, Եվրազիականությունը չի ուզում կորցնել Հայաստանը, որպես պիտательная սրիդա, որպես սնուցող։ Ինչ-որ դերակատարներ կան այդ եվրասիական թևի մեջ։ Այո, իհարկե, օրինակ Վայնոն, աշխատակազմի ղեկավարը, եւ իր տեղակալ Կիրիենկոն։ Նրանք իմպերիալիստներ են։ Մեկը էստոնացի է, մեկը հրեա է էթնիկ։ Նրանք ռուս չեն։ Ռուսաստանի շահերից չի բխում թշնամի Հայաստան ունենալ։ Ռուս ժողովրդի շահերից չի բխում դա։ Տեսեք ինչ հետաքրքիր է, այն ժամանակ Ջուղաշվիլին էր, Միկոյանն էր, հիմա էլ Վայնոն ու Կիրիենկոն են, կամ Մատվիենկոն է, այնպես որ դա շատ բարդ է, այո թաթարական, ասենք, իմպերիայի իմաստով թաթարական, Հայաստանում պարադոքսալ բան է կատարվում, Հայաստանում կան ուժեր Իսրայել օրի ժամանակներից, որոնք որ ուզում են ապահով կյանքով ապրել, բայց դրա համար ոչինչ չանել, օրինակ չկռվել, արյուն չթափել, իրենց զավակները չզոհվեն, իրենք չզոհվեն, այլ ռուսը գա կռվի մեր համար, ուզում են քիչ աշխատեն, բայց շատ ունենան, օրինակ Արա Աբրահամյանը, քիչ են աշխատում, բայց շատ ունեն, այդ դրանք հիմա ռուսներին հրավիրում են, ասում են, եկեք թուրքերի հետ կռվեք, Ղարաբաղը ազատագրեք, տվեք մեզ, այ ռուսները, ես որ ասում եմ, Պեսկովն ու Պուտինը, Պեսկով Պուտին, Պեսկովն ու Պուտինը, Նիկոլին ասում են, Նիկոլ Վավայևիչն է մեր գործընկերը, այ դրա համար Նիկոլ Վավայևիչը չի ասում արեք մեր համար կռվեք, ասում ես դրանց հետ լեզուկը գտնեմ, ես թուրքերի հետ լեզուկը գտնեմ, դրանց գրքերը կարդացել եմ, ինքն էլ է գիրք գրել իմիջիալոց Թուրքիայի մասին, այսինքն Հայաստանում կան ուժեր, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը իրենց թիմով ասում են, ռուսներ եկեք մեր համար կռվեք, դուք աշխատեք, մենք ուտենք, այ ռուսները դրանից են, որ դրա համար տվել են Նիկոլին ասում են կեր սրանց, փակի, ինչ ուզում ես արա,
որտեղ կրվածնում են ռուս ժողովրդին Թուրքիայի հետ, Թուրանի հետ։ Ես ասացի չէ, Ռուսաստանը մահմեդական համերաշխության անդամ է, 30 միլիոն մահմեդական կա Ռուսաստանում։ Քանի միլիոն ռուս կա, իսկական ռուս, էթնիկ ռուս, լիցո ռուսկայ նացիոնալնոստի, քանի միլիոն է։ 30 միլիոն չկա։ Դրանք բոլորը մարդվիններ են, չուվաշներ են, թաթարներ են, լավրովներ են դրանք բոլորը։ Ուզում ռուսները չեն ուզում հիմա մեր պատճառով Թուրանի հետ պատերազմ սկսել, երկիրը ավիրել կամ միջուկային պատերազմ սկսել, կամ Ամերիկայի հետ կռվեն։ Դուք պատկերացնում եք, Ռոբերտ Քոչարյանն ասում է, արի կռվի, արի մեր համար կռվի, բայց ինքը իր զավակներին ուղարկել է Ամերիկա։ Ինքը չի կռվում Ռուսաստանի համար։ Իր տղերքը չեն կռվում Ռուսաստանի համար, բայց ռուսներին ասում են եկեք մեր համար կռվեք։ Այդ ուժերն են, դա ինքնագործունեություն էլ չի։ Իսկ իմ ընկերները, հիմնականում ընկերները, որ ասում են Ռուսաստանը բոբո է, ես ասում եմ այո, բոբո է, բայց այն Ռուսաստանը, որին որ դուք եք տեսնում, որը որ գալիս է այստեղ մեր վրա կրակում է, որը որ Ռոբերտն է բերում։ Դա նրբություն կա, չէ՞։ Իհարկե Ռուսաստանն է ստորագրել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, Ռուսաստանն է ստորագրել Մոսկվայի կոնֆերանսի ռուս-թուրքական պայմանագիրը, Ռուսաստանն է ստորագրել նոյեմբերի 9-ի պայմանագիրը, Արցախը հանձնելու պայմանագիրը։ Իհարկե Ռուսաստանն է ստորագրել, Ռուսաստանին ստիպել են հեռանալ Հայաստանից։ Ռուսաստանը ռեսուրսներ չունի Հայաստանում մնալու համար։ Հայաստան մնալը նշանակում է լարվածություն Թուրանի հետ, մահմեդական աշխարհի հետ։ Այ Ռուսաստանը այդ բեռը չի կարողանում տանել։ Գա Հայաստան, Ռուսաստանը, հենց որ եկավ Հայաստան, անպայման կոնֆլիկտի մեջ է մտնում Թուրան ծրագրի հետ, այ մահմեդական համերաշխության եւ թուրքական համերաշխության հետ։ Այդպիսի համերաշխություն էլ կա։ Նույնիսկ Ուզբեկստանը բոլորովին վերջերս միացավ այդ ծրագրին։ Միայն Թուրքմենիան է, որ դեռևս կիսա միացած է թուրքական ծրագրին։ Ռուսաստանը հենց որ եկավ Հայաստան մեր ուզած ձևով, որպես դաշնակից, որպես անվտանգության երաշխավոր, հենց որ եկավ նա կոնֆլիկտի մեջ է մտնում Թուրանի հետ, իսլամական աշխարհի հետ։ Հայտարարեցին մի քանի օր առաջ իսլամիստները, մահմեդական աշխարհը հայտարարեց ինչ է ուզում Հայաստանից լիկվիդացնել հայկական պետությունը։ Հիմա ռուսները այդ բեռը չեն ուզում վերցնել իրենց վրա, դրա համար հեռացել են։ Այ Ռուսաստանին հեռացրել են։ Ոնց ենք դիմակայում դրան։ Ես չեմ Հիմա ասում Նիկոլ Ռուսաստանի վրա է մեր հույսը։ Հիմա մենք երկուսով Նիկոլ Փաշինյանին թողնենք։ Ինչ ենք անելու, երբ որ Ռուսաստանը բավական պարզ օրինակ Շուշի հանձնումով մեզ եւ Ղարաբաղի իշխանությանը գերի հանձնելով։ Այ ռուսական ճամբարում ռուս զինվորականների շրջապատով ապահովված Արցախի ռուսասեր ակնհայտորեն, դրանք ռուսասեր են, այդ ռուսասեր իշխանությունը հանձնեց Ադրբեջանին, որ դատի։ Մեզ բոլորիս ասեց, որ իմ վրա հույս չդնեք, ես ձեզ կհանձնեմ, ձեր ամենառուսասերներին, ամենառուս հայերին, դրանք են, չէ, Բաքվում նստածները, դրանք են ամենառուս, ասեց, դրանց ես հանձնում եմ, եթե սրանք ինձ համար արժեք չունեն, դուք ինչ արժեք ունեք։ Լավ, ինչ է անում Հայաստանը, Հայաստանը ամեն ինչ որ Նիկոլն է անում այսօր։ Իմ կարծիքով լավ չի անում։ Ես ասեմ իմ կարծիքով Ինչ է անում, որը լավ չի անում, խաղաղության ծրագիրը։ Խաղաղության ծրագիրը անպայման պետք է լինի դաշնակիցների հետ ծրագիրը։ Ռուսաստանի Հայաստանից հրաժարվելուց, ուզում եք ասեմ դասալքությունից, դավաճանությունից, փախուստից, մանրադրան որպես հանձնելուց, հետո երկիրը մնացել է առանց դաշնակիցների թղթով, փաստաթղթերով ODKB-ն, SNG-ն, Եվրազիական միությունը այսօր մեր դաշնակիցները չեն, որտեղ Եվրազիական միությունը պետք է սահմանները բացեր, իր ապրանքները մեր ապրանքը չէ, Ուզբեկստանի ապրանքը պետք է սահմանով գար,
Բելորուսի ապրանքը պետք է գար երկաթուղով։ Ինքը իր ապրանքը պետք է ուղարկի Ադրբեջանով, որ Բելարուսի ապրանքը փակում է ճանապարհը, այ դա չեն անում, դա ես համարում եմ դասալքություն, նրանք մեզ լքել են։ Դրանից հետո Նիկոլը պետք է գտնի դաշնակիցներ, որոնք որ կարող են ճանապարհը բացել, որոնք կարող են ստիպել Թուրքիային, որ ճանապարհը բացարա, հայկական ապրանքները, մեր ապրանքները դեպի Հայաստան եւ մեր գնաց ապրանքը Հայաստանում։ Գինը, նաև որ մենք ուզում ենք մեր հայրենիքում ապրել, մեզ հրավիրում են ամեն տեղ, ուր որ հայերը գնացել են, լավ ապրում են, լավ էլ ծառայում են։ Միսակ Մանուշյանը հենց այնպես չի, մեր վերջի թագավորն էլ է Ֆրանսիայում թաղված։ Ուզում ասեմ, հենց այնպես չի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենք կոնգրեսում դեպուտատ ունենք։ ՆԱՍԱ-ում, այսօր ես կրում եմ այն մյուս Ամերիկան, մեր ֆիզիկոսներն են դրանց արբանյակները, ուզում եմ ասել, մենք ազդեցիկ ենք այնտեղ, Հայաստանում մենք ազդեցիկ չենք, այ Նիկոլ Փաշինյանը, ես ինչ եմ քննադատում, որ թույլ տվեց, որ Արարատ Միրզոյանը հայտարարի, որ դեռ մենք պոչ ենք խաղացնում Եվրոպայի հետ, այդ պետք է պատժեր Արարատ Միրզոյանին, ասել, մենք գնում ենք Եվրոպա, Եվրազիական միություն, ձեր հույսին չենք, մենք գնում ենք Եվրոպա, մենք գնում ենք ՆԱՏՕ, մենք հիմա կոնտրաբանդայով, մաքսանենք ճանապարհով ՆԱՏՕ-ի զենքեր ենք գնում Հնդկաստանից, ես չգիտեմ որտեղից, դա ՆԱՏՕ-ի զենքն է, պետք է ասի, որ մենք գնում ենք ՆԱՏՕ, բացարա դռներդ, բացարա մենք գալիս ենք, կամ դու արի, մենք այստեղ կարող ենք ասել, դու արի, կամ մենք ենք գալիս, մեր անվտանգությունը ձեր անվտանգություն է, հայկական պետությունը ստեղծվել է Օսմանյան կայսրության թիկունքում 200 տարի առաջ որպես ֆորպոստ քաղաքակրթական, ֆորպոստը մի լքեք, կամ դուք եկեք կամ մեզ տարեք երկիրը։ Մենք լիարժեք ձևով հրաժեշտ չենք տվել Եվրազիական միությանը, Մաքսային միությանը, SNG-ին, ՕՏԳԲ-ին։ Ես դրա համար կարծում եմ, որ մեզ հանդիմանելու իրավունք ունեն մեր գործընկերները, մեր երկրի, կամ գնացեք կամ մնացեք։ Նրանք ասում են դա, չեք կարող գնալ, եթե չգնալով գնալ։ Գայո, պետք է գնաք կամ մնացեք։ Նրանք դա են պահանջում եւ դա ճիշտ է։ Ճիշտ է, այսինքն պետք է գնանք, որտեղ դա մեր տեղը չի։ Գործառույթի ֆունկցիայի տեսակետից դա մեզ համար ավելորդություն է։ Ես մի քանի բան նշեցի, այո, դուք ճիշտ եք։ Մենք այդտեղ թերացել ենք։ Թերացել ենք նաեւ այնտեղ այդ օրենքն էլ պետք է ունենար ժամանակացույց։ Դա կոչվում է ճանապարհային քարտեզ։ Ինչեր ենք անելու մենք 3 տարում, 5 տարում կամ 10 ամսում, որը ունի այսօրվա իշխանությունը։ 10 ամսում պետք է ինքասեր ինչ քայլեր է անելու դեպի Եվրոպա։ Մենք իհարկե ոչ չենք կարող այդ մեր որոշումով Եվրոպայի դարպասները չենք բացում։ Այդ բանալի չէր, որ օրենք ընդունեցինք Եվրոպայի դարպասները բացվեցին, չէ։ Մենք ցանկություն հայտնեցինք Եվրոմիության արժեքային համակարգով ապրելու Եվրոպայի հետ նույն շուկայում, այդ դա է կարևորը, Եվրոպայի նույն տնտեսական շուկայում աշխատելու ցանկություն հայտնեցինք, ուրեմն մարդու իրավունքներ, իրավական խնդիրներ եւ տնտեսական։ Մենք այդ ցանկությունը հայտնել ենք, բայց այդ ուղղությամբ քայլեր չենք անում։